Ինչ եք կարծում, պետք է որ Հայաստանը շարունակի պահանջել Թուրքիայից, որպեսզի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այո, պետք է շարունակի պահանջել ցեղասպանության ճանաչում։ Դրա մերժելը կամ անտեսելը իմ համար անընդունելի է։ Կարծում եմ պատմական փաստերը անհերքելի են եւ երբևէ պետք չէ դրանք ժխտել եւ առավել եւս մոռանալ։ Ուստի մեր պետական քաղաքականությունը պետք է վարենք այնպես, որպեսզի հարի լինի նախ հայ ազգին եւ փաստերը մոռացության չմատնվեն։ Տեղյակ եք, որ եւ վարչապետը եւ արտգործնախարարը հայտարարել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս առաջնահերթություն չէ, իրենց օրակարգում առաջնահերթություն չէ։ Այո, լսել եմ այդ մասին։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Կփորձեմ որևէ որակավորում չտալ, բայց արդեն նախորդ պատասխանիցս կարելի է ընդհատել, որ իմ կոնկրետ եւ ինչպես մտածող մարդկանց համար առաջնահերթ է, որպեսզի դա մեր օրակարգում լինի։ Իսկ ինչու չի արվում, ինչի օրինակ չենք լսում այլևս պահանջ, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ իրենց քաղաքական օրակարգում ավելի կարևոր հարցեր են ներգրաված իրենց համար, բայց կարևոր հարցերը կոնկրետ մարդկանց համար են կարևոր, այլ ոչ թե ազգի։ Տեղյակ եք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս։ Շատ իզուր պետք է դնել առաջնահերթ այդ հարցը, որտեղ դա ամենայն կարևոր հիմնական հարցերից է մեր պատմությունում, որը հիմա ուզում են ջնջեն ուղղակի մոռանան ու չեղյալ համարեն, այնքանա որ կռիվ չլինի, որ կոնֆլիկտային իրավիճակներից հեռու մնան հարևան երկրների հետ, օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի հետ կոնֆլիկտային առումով չեզոք լինեն։ Դա դուք անընդունելի եք համարում։ Դա իհարկե։ Պետք է Հայաստանի իշխանությունը շարունակի պահանջել Թուրքիայից, որպեսզի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Հա, ես կողմ եմ, որ պահանջել։ Բնականաբար։ Իսկ տեսնում եք այդպիսի պահանջներ վերջին շրջանում։ Չէ, ես ոնց որ հակառակ ոնց ասեմ, սիտուացիան է։ Այսպես որ ուզում են նենց անեն, որ չլինի, էլի, ջրվի գնա այսպես է։ Ինչու են այդպես ուզում իշխանությունները։ Չեմ կարող ասեմ։ Չգիտեմ, ես իշխանությունը ինչ է ուզում, չեմ կարող ասեմ այդ հարցի պատասխանը։ Կարծում եմ կեղծ օրակարգ է այս ցեղասպանություն ժխտել, չժխտելու օրակարգը։ Ինձ թվում է անկախ նրանից պահանջի, չպահանջի, մեկը անիմաստ գործողություն է, մեր երկրին ոչ մի բան չի տալու դա։ Թուրքիայի ճանաչումը։ Այո։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև նախ եւ առաջ չի ճանաչի առաջին հերթին, երկրորդ հերթին ճանաչի էլ որևէ բան դա մեզ չի տալու։ Ինչու արդարությունը օրինակ կվերականգնվի։ Արդարություն 5 միլիոն հայեր են, ճիշտ է։ Արդարությունը մենք մեր մեջ գիտենք էլի, 1.5 միլիոն հայ սպանվել է, որ երկրները որ ճիշտ են գտել ճանաչել են, որոնք ճիշտ չեն գտել չեն ճանաչել, Թուրքիան էլ կյանքում չի ճանաչի։ Կարծում եմ ավելի լավ է մեր էներգիան ուրիշ տեղ ծախսենք, քան դրա մեջ ներդնենք։ Այսինքն կարծում եք ճիշտ է, որ այսօրվա կառավարությունը որոշել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում այլևս առաջնահերթություն չէ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Միանշանակ ճիշտ։ Դա չի նշանակում արդարացնել ցեղասպանությունն իրականացնողին։ Չէ, դա նշանակում է, որ քո ուժերը դիվանագիտական ուրիշ տեղ ես ներդնում, ավելի նպատակային, որտեղ կարող ես ինչ-որ հաջողություն ունենալ, որտեղ որ չես կարող ունենալ, ավելի լավ է չուղես ուժերդ այդտեղ, որովհետև 30 տարի ուղղել ես, որոշակի երկրներ ճանաչել են, կոպիտ ասած տուպիկային իրավիճակ է, ավելի լավ է առաջ շարժվես։ Այսինքն ավելի լավ է փորձել հարաբերությունները լավացնել Թուրքիայի հետ, քան թե շարունակել պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում։ Միանշանակ փակ պայմաններում երկիրը զարգանալու ոչ մի տեղ չունի։ Ավելի լավ է կարգավորել հարաբերությունները։ Ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունը, կառավարությունը պետք է շարունակի պահանջել Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Միանշանակ։ Իսկ դուք տեսնում եք վերջին շրջանում այդպիսի քայլեր։ Իհարկե չեմ տեսնում, բայց մի օրվա կառավարությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր։ Այսօրվա կառավարությունը, եթե ինքը չի ուզում տեսնել այն ինչ որ ակնհայտ է, ու նույնիսկ կարող է այդ օգտագործվել որպես գործիք իր դիրքերը ամրապնդելու համար, այդ չի նշանակում, որ հաջորդը չի անելու։ Գիտեք ինչ, այսօր ցեղասպանություն եղավ նաև Արցախում։ Այդ նույն ցեղասպանության շարունակությունն է, որ գնում է, այդ ալիքը գնում է։